Դերասանուհի Հասմիկ Խոջարյանն այսօր տոնում է ծննդյան 30-ամյակը։ Այս առիթով վերջինս խնջույք է կազմակերպել, հրավիրելով իր ընկերներին ու գոլեգաներին։ Հասմիկը դեռ կեսգիշերին ստացել էր բազմաթիվ շնորհավորանքներ, այդ թվում նաև տարբեր հրապարակումներով կիսվել էր իր ինստագրամյան էջում։ Հրապարակումներից մեկին կից Հասմիկը գրառում էր արել. 30. Էս թիվը տեսնելիս էմոցիաներս խառնվում են իրար ու ներսս տակն ու վրա է լինում։ Ես երջանիկ եմ, որ հասել եմ այսօրվան, մտքիս ամենաուղիղ իմաստով։ 29-ի վերջում կյանքն ինձ լուրջ փորձության ենթարկեց, եւ դա հենց այնպես չէր։ Ոչինչ մեր կյանքում հենց այնպես չի լինում։ Եվս մի դժվար ճանապարհ անցա, որովհետեւ Աստված տիեզերքը սիրում է ինձ։ Ու իմ այս համոզմունքն էլ ավելի ամրապնդվեց, քանի որ ես հիմա կամ։ Կյանքիս 3-րդ տասնամյակի սկզբում վստահասում եմ, որ չնայած ամեն ինչին, ես սիրում եմ կյանքը ու կյանքն էլ սիրում է ինձ։ Ես բաց ճակատով եմ թևակոխում դեպի 30, որովհետև ես ճանաչում եմ ինքս ինձ, որքան էլ զարմանալի է, բայց բոլորին տրված չէ, որ ճանաչեն իրենք իրենց, որովհետև այն ամենին, ինչին ես հասել եմ բացառապես իմ աշխատասիրության և նպատակասլացության շնորհիվ, իսկ թե այսօրվա ձեռքբերումները շատ են, թե քիչ, դա արդեն կերևա համեմատության մեջ, իսկ ես չեմ ուզում համեմատվել, որովհետև սիրում եմ ու սիրված եմ, որովհետև ինձ շրջապատում են շատ հարազատ մարդիկ ու ես հարուստ եմ իրենցով, որովհետև իմ սիրելի մարդիկ չափազանց հոգատար են իմ հանդեպ, դժվար օրերը նաև բացահայտումների և համոզմունքների համար են, որովհետև նարէ ունեմ, ու շատ երկար կարող եմ շարունակել այս որովհետևների շարքը և դա նույնպես երջանկություն է։ 30 թիվը հավանաբար ուղղակի թիվ է ու ինքս ինձ հանգստացնելու համար ուզում եմ ասել, որ պետք չի դրան նայել, պետք է ուղղակի շարունակել առաջ շարժվել։ Հիմա էլ եթե տարիքս չիմանայիք, ինձ հաստատ 30 չէիք տա, դա սփոփի չէ։ Հրապարակմանը կից գրել էր Հասմիկ Խոջարյանը, դե իսկ մենք շնորհավորում ենք ու ներկայացնում կադրեր։ Հավելենք նաև, որ շաբաթներ առաջ կյանքի ուղիներով հաղորդման հյուրը դերասանուհի Հասմիկ Խոջյանն էր։ Star News-ը հետևել է զրույցին, որի ընթացքում դերասանուհին խոսել էր մի շարք թեմաների մասին, այդ թվում նրա մայրիկի հիվանդության մասին, որը ձեռք-ձեռքի բռնած հաղթահարել են։ Հասմիկի խոսքով մայրիկը առողջական խնդիրներ ուներ, չարորակ ուռուցք, որն արդեն հաղթահարել է։ Դերասանուհին արցունքներն աչքերին հիշեց այն օրերը, երբ մայրիկին խաբել էր, չասելով իրականում ինչ խնդիր ունի նա, որպեսզի չհուսահատվի։ Հարսանիքիցս առաջ էր, մայրս հիվանդ էր, քիմիոթերապիա էր ստանում։ Ասում էինք, որ դա պրոֆիլակտիկ է և բոլոր բարորակ ու չարորակ ուռուցք ունեցողներն էլ ստանում են։ Բոլորի բուժումն էլ դա է։ Գուցե հուսահատվեր, երբ ճիշտն իմանար, իսկ մարդու հուսահատությունն ինքն իրեն չապրեցնելու պատճառ կարող է դառնալ։ Քիմիոթերապիաներ, որոնց հաջորդեց վիրահատություն և միայն վիրահատությունից հետո, երբ բժիշկն ասաց, որ ամեն բան լավ է, ես սկսեցի պատրաստվել հարսանիքիս։ Փառք Աստծո, դերասանուհին այսօր վայելում է մայրիկի ներկայությունը իր կողքին։ Նույն զրույցի ընթացքում Հասմիկը խոսել էր նաև իր հայրիկի ու մայրիկի հիվանդանոցում լինելու, ինչպես նաև հոր ամիսներ առաջ մահանալու մասին։ Նա նշել էր հետևյալը. «Կյանքի տարբեր դժվարություններ ենք հաղթահարել։ Կար ժամանակ, երբ ծնողներս երկուսն էլ հիվանդանոցում էին, նույն հիվանդանոցի տարբեր հարկերում, ու ես երկուսի մոտ էի, խնդրում էի, որ շուտ դուրս գանք այդ վիճակից։ Ոչ ոք չէր նկատում, որ ես ամբողջ գիշեր հիվանդանոցում էի, առավոտյան այնտեղից գնում էի դասի կամ էլ նկարահանման։ Հասմիկի հայրն ամիսներ առաջ է մահացել։ Դերասանուհին հիշում է այդ օրերը։ Մահվանից օրեր առաջ բժիշկը մեզ կանչեց ու ասաց. ամեն ինչ այս կյանքում իր լիմիտն ունի, նույն կերպ եւ օրգանիզմը մարդու։ Շատ երկար պայքարելուց հետո ուղղակի ես հույս չեմ տեսնում, որ կապրի։ Դժվար է, որ այդ ամենը հենց ճակատիդ են ասում։ Դա իմ կյանքի ամենամեծ կորուստն էր, որը ես չեմ կարողանում ընկալել։ Ես անընդհատ գնում եմ պապայիս տուն ու մտածում, որ հիվանդանոցում է ու հեսա կգա։ Հայրս լուռ մարդ էր, մենք ավանդական ընտանիք ենք եղել։ Մայրս մեր դաստիարակությամբ էր զբաղվում, հայրս աշխատում էր։ Միշտ վախ եմ ունեցել ծնողներիս կորցնելու։ Գնացել եմ գիշերներն իրենց հետ քնելու ու որ զգամ, օրինակ մայրս շնչում է։ Հուզմունքով անկեղծացել էր Հասմիկ Խոջյանը։ Հաղորդման ընթացքում Հասմիկը նաև խոսեց
եղբոր պատերազմի դաշտում զոհվելու մասին։ 94 թվականի Արցախյան պատերազմը խլել է նաև Խոջյանների ավագ որդուն։ 1 տարի անց սակայն նրանց տանը ծնվեց Հասմիկն ու ապրելու լույս եւ հույս տվեց։ Հասմիկը պատմել է, որ իր եւ ծնողների տարիքային տարբերությունը մեծ է եղել, որտեղ որ միասին գնացել են, կարծել են, թե դերասանուհու տատիկն ու պապիկն են, ինչին իր խոսքով կտրուկ է պատասխանել, շեշտելով, որ իր ծնողներն են։ Դերասանուհին նշում է, որ դա իր համար ասես կոմպլեքս է եղել, ու չնայած տարիքային մեծ տարբերությանը նրանք շատ մտերիմ են եղել եւ իր համար ոչինչ չեն խնայել։ Հասմիկը վստահ է, դժվար է զավակ կորցնել ու հետո նոր երեխայի հետ փորձել ապրել։ Ոչինչ չեն խնայել ինձ համար, սկսած փոքր տարիքից ամեն ինչ ներդրել են ինձ համար, ամենտեղ գնացել եմ, միշտ զբաղված եմ եղել։ Ինձ թվում է մամաս հասկացել է իմ տեսակը հենց փոքր տարիքից, որովհետև հիմա էլ եթե ես 1 ժամ չեմ ունենում ոչինչ անելու, պանիկայի եմ ենթարկվում։ Ես պետք է միշտ զբաղված լինեմ, անկեղծացել էր Հասմիկ Խոջյանը։ Դերասանուհու ավագ եղբայրը Սարգիսը 1994 թվականին ծնողներից թաքուն մեկնել է ռազմաճակատ, ընկերոջ կողքին գտնվելու համար, սակայն զոհվել է։ Դերասանուհին եւս 1 եղբայր ունի, 14 տարի իրենից մեծ Վահեն։ Ես գիտեմ զոհված եղբորս այնքան, ինչքան գիտեն նրա մասին նրա հետ շփված ապրած մարդիկ։ Գուցե դա զգացողություն է, գուցե շատ են պատմել իր մասին։ Ես գիտեմ, որ ինքը միշտ ինձ հետ է, միշտ։ Կա այդպիսի արտահայտություն, Բահապան հրեշտակ։ Չի եղել մի դեպք, մի բան, որ ես ուզեմ դիմեմ հենց իր անունով, ու դա չլինի։ Հասմիկը պատմում է, որ փոքր հասակում այնպիսի տեսարան է պատկերացրել, որ մի օր եղբայրը փախնում է, գալիս է տուն, ու ինքը պահում է եղբորը, որ թուրքերն էր չգտնել նրան։ Հասմիկը հիշեց, որ այդ ամենը հանուն մայրիկի արտասուքը չտեսնելու է պատկերացրել։ Դերասանուհին արտասվեց այս խոսքերն ասելիս։ Հասմիկ Խոջյանի համար առաջին դերը եղավ Էլենի օրագիրը հեռուստասերիալը, որը նաև ճակատագրական եղավ դերասանուհու համար։ Դերասանուհին այդ տարիների ընթացքում մասնակցել էր Բրավո Էմի հարցազրույցին, որի ընթացքում պատմել էր իր մանկության, մասնագիտության ընտրության եւ հետո արդեն կարիերայի մասին։ Հրաշալի մանկություն ունենալուն զուգահեռ դեռևս 3 տարեկանից ունեցել եմ ծանրաբեռնված առօրյա։ Քանի որ ընտանիքս ինձ ուղղորդել է անընդհատ լինել արվեստի, գրեթե բոլոր ճյուղերում, իսկ հետո տվել ընտրության ազատ հնարավորություն, բայց քանի որ մինչ բուհ ընդունվելը ես արդեն մետրո թատրոն ստուդիոյում էի, ընտրության կարիք նույնիսկ չեղավ, ամեն ինչ պարզ էր։ Այսպիսով ես համարում եմ, որ ճանապարհս սկսել է 3 տարեկանից ու այն իսկապես հեշտ չի եղել, հատկապես տարիքիս համեմատ։ Տարատեսակ փորձությունների միջով եմ անցել, որոնք հաղթահարելով ձեռք են բերել ամուր հիմք մասնագիտության համար։ Իմ բախտն իրոք որ բերել է։ Առանց համապատասխան որակյալ կրթության, որքան էլ ջանաս, ինքնակրթվել եւ աշխատանքային փորձ ունենաս, միևնույն է, թերի կլինի կատարած աշխատանքը։ Իհարկե կա նաև մեդալի հակառակ կողմը, երբ իբրև թե ստանում են մասնագիտական կրթություն, բայց նույնիսկ դասերին ներկա չեն լինում։ Այդ դեպքում առանց կրթության աշխատասեր մարդը բնականաբար իր որակով սկսում է գերազանցել դիպլոմով մասնագետին։ Իմ բախտը բերել է, ես սիրում եմ սովորել։ Կարմիր դիպլոմով եմ ավարտել, չնայած նույնիսկ չեմ էլ հիշում, թե որ դարակում եմ այն պահել։ Ամեն դեպքում շատ կարևոր է ստացած գիտելիքները ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին կիրառելն ու անընդհատ աշխատելը ինքդ քեզ վրա։ Ինքնակրթվելը, դրանք դասավորելով մասնագիտական կրթությունից ստացած գիտելիքների վրա, որպիսի անընդհատ աճես, առաջ շարժվես ու չլճանաս։ Վերջին անգամ իր հարցազրույցներից մեկում անկեղծացել էր Հասմիկ Խոջյանը, դե իսկ Star News-ը այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը։